Այսօր մենք գնում ենք Ելփին գյուղ, բավականին ժամանակ է Ելփին գյուղ չեն գնացել։ Հուսով եմ Ելփինի բնակիչները, ովքեր որ կնայեն այս տեսանյութը կգրեն, թե ինչ է այս Սարյանը, այս չրնես, լավ ըրնես։ Հա, Վարդանը մեզ հետ է արդեն ընկերներ գնացինք։ Եվ ուրախ է, գերեք իմանամ ուրախ եք, թե չէ։ Բարեկամները, հարգանքներս, Վայոց Զորյան գեղեցիկ բնաշխարհից։ Տեսեք ինչքան գեղեցիկ է մեր բնությունը։ Հիմա օրինակ արդեն կանաչը պակասում է գնալով դաշտերում, դաշտերը դառնում են ոսկեգույն, իսկ այ գյուղի բուն, գյուղի տարածքը միշտ կանաչ է, որովհետև այնտեղ ապրում են աշխատասեր մարդիկ, ստեղծագործում են, ջրում են, խնամում են ծառերը, այգիները եւ մի բան էլ գնալով ավելանում է, քիչ-քիչ բարձրանում են դաշտերի վրա ու կանաչապատում։ Եվ այդ կանաչից բազում գեղեցիկ պտուղներ ու համեղ հյութեղ պտուղներ են հասնում մեզ։ Այսօր մենք գնում ենք Ելփին գյուղ, բավականին ժամանակ է Ելփին գյուղ չեն գնացել։ Գնում ենք Ելփին գյուղ շնորհավորելու մի շատ սիրված քեռակնոջ, ում անունն է ընկերներ, ուշադրություն, Արևալույս քեռակնոջ ծննդյանօրն է եւ Նունեի ընտանիքի գլխավորության բոլոր հարազատների կողմից գնում ենք նրան ասենք շնորհավոր, ձեր ծննդյանօրը ձեզ շատ են սիրում, առողջ լինեք, լավ լինեք։ Այո, սա առողջության օր է ընկերներ, իսկ մենք գնում ենք այդ ամենը կազմակերպելու ճանապարհը հյուսիս-հարավ ճանապարհն է, 3 երթևեկելի գոտի ունի, 2-ը մի կողմ, 1-ը հանդիպակաց, եւ դա հենց այնպես արված չի, արված է նրա համար, որ բեռնատար մեքենաներին վազանց կատարելը հեշտ լինի ու անվտանգ։ Հիմա, ինչպես որ հիմա այս մի ավտոն ենք մենք վազանց կատարում, նրանց արագությունը սովորաբար շատ ցածր է, հետեւաբար պետք է ուզես վազանց կատարես։ Վազանց կատարելուց էլ սենց արնում։ Երկու կոմանի ստեղծել են հարմարավետ ճանապարհ, որի համար շատ շնորհակալ ենք ու ուզում ենք, որ Հայաստանի բոլոր ճանապարհներն այսպեսին լինեն։ Այսքանն էլ ճանապարհի մասին եւ ընկանք խոսակցությունով, եկանք համարյա թե հասանք արդեն Ելփին գյուղ, ընկերներ, աչից գեղատեսիլ Ելփին գյուղն է։ Շատ սիրուն ու հագեցած աշխատասեր մարդկանցով։ Դրա բառապացույցն այն է, որ բոլոր դաշտերը խնամվում են ճիշտ ձևով։ Մեր հայրենակիցները չեն լքում իրենց գյուղը, չնայած բազում դժվարություններին։ Նման տեղ ապրելը շատ դժվար է, ստեղծագործելը ու լինելը։ Իսկ մեր Ելփինի բարեկամները կան, եղել են ու կլինեն։ Աչից կամրջի ներքևի հատվածում գեղեցիկ մի քարտեզ է, մեր սրտի քարտեզը, Հայաստանն է, Արցախը եւ մեր եռագույն ընկերներ։ Մուտք են գործում Ելփին գյուղ, Աչից Ելփինի հրաշք գեղատեսիլ վայրերից մեկն է, քարերը, անունը չգիտեմ, բայց անուն ունի ու հուսով եմ Ելփինի բնակիչները, ովքեր որ կնայեն այս տեսանյութը կգրեն, թե ինչ է այս Սարյանը, այս քարի անունը, որը հենց բոլոր կողմերից շրջապատված է ելփինցիների սիրով։ Մի օր կարելի է բարձրանալ դրա վրա, գիտես, հետաքրքիր տեղ է։ Հիմա բարեկամներ, հաշված րոպեներ հետո մենք կհասնենք Օբելյարի հասցե եւ նրան կտանք լիքը ջերմություն։ Անգել են այս ծառերը, թե ինքն իրան հաճեց։ Խնամել են ու թողել են արդեն իրանց հույսով որ ապրեն։ Ինչպես նկատում ենք Ելփինում, ոնց որ sense աժոտաժ կա, ակտիվություն կա, ինչ-որ շինարարություններ է գնում։ Հուսակ ճանապարհն են սարքում, որովհետև այս ճանապարհի բարոկո ոճի այս խաղերը արդեն ժամանակն է փոխելուն, էլի։ Լսին է կարող է միջև խոանոց կենսել ճամփայի մնաս։ Սես թրվռալով գնալը պետք է վերացնենք։ Ելփին գյուղի առօրյան է ընկերներ, ով Ելփինից է ու բավականին երկար ժամանակ չի եկել հայրական գյուղ, տեսեք իմացեք, Ելփինը այս տեսքն ունի հիմա եւ այն գնալով ուժեղանում է, հզորանում է, տեսեք պարտեզ են սարքել, որի բակում ծածանվում է եռագույնը։ Այս շինարարությանը անդադ հետևել ենք, այսօր արդեն պատրաստի, երևի թե առաջ անգամ է գալիս եմ, որ պատրաստ է, գիտես, ահագին վաղ չեմ եկել։ Այսօր այդ օրն է, եկանք ի վերջո։ Ձախից գեղեցիկ խնամքով թխված աթարն է, ծմերվա վառելիքը, գյուղական կոլորիտն է։ Տեսա գյուղամեջն է Ելփինի, որտեղից որ մենք պետք է այսենց ուղիղ բարձրանանք։ Նոր խոսեցի անակնկալը կազմակերպողների հետ, նրանց բացատրածին համահունչ գնում ենք, էլի, ելը գնանք, տենանք որտեղ պետք է հասնենք։ Այս հիմա եկա եկեղեցի չհասած աչով բարձրացա, դուք ստենց եկա մեծ խաշմելու կա երակով, հա?
Որ կողմից է գալու։ Մեծ ապել խորեն ես տանկում գամ։ Հա, բայց հեշտ էլ տեղա, շատ հեշտ տեղա։ Բայց գիտեի հերոտ է պետք է գնամ, լավ։ Եկեք դե, վсё։ Տեսեք թթենին է բազմամյա հաստաբուն պատի մեջ իմպրովիզացված։ Հիմա ես պատրաստվում եմ գեղեցիկ տորթի զարդարանքը անեմ մեր արևալույս քրակնոջ համար։ Այդ անունը այնքան հետաքրքիր է, ուզում եմ գնամ անպայման իրան տենամ էլի։ Գնանք։ Հմ։ Այնտե ստեր թենդե։ Այնտե այլ։ Առաջանում ենք։ Սիրում բակը։ Ներս են գալի, հա։ Ներս եմ գալի։ Ուրա բամեր հոբելյարը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր քերակինն է։ Խոսրտի ջերմությամբ տունն է շնչում Հասնենք ինչ ուրախուր է, չէ՞ այսօր, բա դուք նկարում եք թե ծափեր եք տալիս, հա։ Փետ տվեք մեր շատ սիրված քերակնոջ համար։ Էս ինչ սիրուն անուն ունեք։ Արևալույս, կյանքի խորհրդանիշ է ձեր անունը։ Լավ լինեք, առողջ լինեք, գիտեք չէ՞ ձեզ բոլորն են սիրում, ես ձեզ ասում եմ քերակին ինչ-որ չափով արդեն բացում եմ գաղտնիքում կողմից անակնկալը, բայց ոչ էլի մարդիկ կան, շատ մարդիկ կան, որ ձեզ սիրում են, հարգում։ Մայրիկ տունդանիք միավոր Առողջ լինեք, բա ինչ ասելիք ունեք։ Ինչ ասեն, բոլորին ցանկանում են շատ առողջություն, հաջողություն։ Երեխաների սերն է սանսաման Մեր կյանքի Իմացեք, ես հենց սկզբից որ ձեր անունը ասեցի, ձեր անունը լույս տվող անուն է, էլի։ Հիշեցի, որ գետա բանը բերել էիր Շուտ եմ բերել։ արփի 2 տարի առաջ։ Կհիշեմ մի քիչ երկար մտածեմ, բայց իմացեք դուք ձեր այս անվան նման բոլորին լույս եք տալի, ջերմություն ու կյանք եք տալիս։ Բոլորը ձեզ շատ են սիրում։ Մեր Նունեի ընտանիքի գլխավորությամբ ձեր բոլոր հարազատների կողմից այս անակնկալը։ Դե արդեն պահն է երազանք պահեք փչեք։ Մենք ժպտանք այս աշխարհում Դու ծափ ես տալի, ուզում ես փչես։ Հա, վառեմ քո համար, մի հատ արի հելը։ Համաչկոտ, արի։ Սարայ այր անունը։ կայգուն է մեր տունը Ակությունա տալիս դու սառնություն, էլի սառա։ Հա։ Դες քաղցրություն տամը վերցրեք, այսպես վերցրեք քաղցրությունը, ապրեք։ Հիմա փոխանցեք ինչ-որ մեկին, ձեզ հիմա ծաղիկներ ենք տալու։ Ով է ուզում ծաղիկները նվիրի։ Կաղա հենց նունեն էլ նվիրի։ Հա իհարկե, թող նվիրի, ջիդյարով մատ Գերկի մատ պաչի կանի։ Գուլույսը Երեխաների սերն է սանսաման Մեր կյանքի Որ վերցրու ծաղիկներդ, վերցրու այդ հատուկ քո համար է։ Իմացիր միշտ այսպես առողջ լինես, լավ լինես։ Հա, պետք է այսպես միշտ լավ լինեք, այս ձեր ջերմությունը, սերը ու լույսը հասնի ձեր հարազատներին։ Այսպես լավ տեղ եք։ Դուք լավ քերակին եք։ Հա, այդ քաղցրություն շատ եք տվել, իրանք այդ գնահատում են ու միշտ իմացեք որ սիրում են ձեզ։ Ամեն պահի, ամեն վայրկյանի սերը կա։ Չէ, մենք պետք է արագ գնանք Երևան, հետո Թալին, հետո Էջմիածին։ Այն անգամ էլ եկա ոչ մի բանով։ Հա, այտենց եմ արել։ Այս անգամ էլ այտենց էլի, հա։ Դե թո հոբելյարն ասի։ Վсё, յարի թե երկու հատ կոնֆետ վերցի։ Ярի թայ, բայց դիջը վերցես, էլ Տես։ Այս մեկ, այս իմ սիրած կոնֆետներն են։ Էսի մի 2 օրից, 2, հա։ Ես վերցել եմ 2-իս համար։ Հեն գլխավոր կոնֆետներ տվին։ Դե ձեզ լավ օր։ Հոտներս խերով ձեր օջախ։ Քերակին, արևալույս, այդպես միշտ լույս տաս, որ այսպես քո լույսը Վայոց ձորից տարածվի ամբողջ աշխարհով։ Դե մենք գնացինք։ Գնանք հավեսով։ Սիրուն բակ ունեք, սենց սրտաբաց է։ Դե բարեկամներ, սա այն պահն է, որ արդեն պետք է լայքեք, բաժանորդագրվեք, տարածեք տեսանյութը։ Ես ես ուրախ եմ ձեզ հայտնել, որ մեզ հետ է արդեն Վարդանը նկատել եք, ես վերջերս մեր հետ չէր, արդեն մեր հետ է, դրա համար ես իրան կոնֆետ կտամ։ Վարդանը մեզ հետ է արդեն, ընկերներ գնացինք, ով ուրախ է, գերեք իմանամ ուրախ եք, թե չէ, ձեն չեք անում, չեք ասում իմանանք, շոկ է, բայց։ Հա, գնանք դե արդեն գնալու պահն է վրա հասնանում։
Գնանք արդեն հիմա հաջորդ պատվերը հասնում ենք Երևան Բոնգլոդեշ։